Խնդրում եմ միացրել խոսակով, որպեսզի լսել լինի շնորհակալություն։ Ունենք բացառական միջնորդություն, ուրեմն ինչպես գիտենք, խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը ի սկզբանե Սյունյակապետարան գործին մասնակցել է խորհրդի կազմում եւ խորհուրդը որոշում Ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, մի ճշգրտում ունեք դրա, որ ներկայացնելու եք եւ խորհրդին եւ կառավարությանին։ Կարող եք մինչ ձեր խոսքը սկսելը նաեւ օրինակները տրամադրել։ Եվ խոսեք եւ օրինակը տրամադրեք։ Փոխանցեք։ Կողմինել եք տալիս։ խոսքից հետո Շատ է։ Ընդամենը արձանագրենք, որ միջնորդություն վերնագրման 4 էջից բաղկացած փաստաթուղթ ներկայացվեց, ինչը հիմա բանավոր ներկայացում է խնդրում։ 26 թվականի հունվարի 26-ի որոշմամբ խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Սուրեն Ալթունյանի դիալոգությունները, որ կառավարական գործունեության ընթացքում նաև ներժրեց բացառիկ միջնորդություն հայտնած խորհրդի նախագահը։ Պարմանավորային կողմից գանգակ ներկայացվեց Մարտիրոսյանի եվրոպական դատարան, որը վճռեց, որ ըստեյության տեղի ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջի կետի խախտում նախագահի Կարեն Անդրեասյանի անաչափ չլինելու մասով։ Նաև արձանագրեց, որ անդրադառնալով բացառիկ միջնորդությանը խորհուրդը թեր է պատճառաբանել եւ պետք է բացառիկ ընդգրկված հանգամանքները, ինչպես նաև որոշ հիմքերի ընդհանրապես չի անդրադարձել։ Դրանց վերջերս հետևում է, որ Երանուհի Թումանյանցի կողմից գործիքնության ընթացքում թույլ է տրվել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջի կետի խախտում։ Հետևաբար տեսնում ենք, որ նշված հանգամանքը անկողմնակալ դիտորդումով կարող է ողջամիտ կասկած հարուցել կարգ գործող դատավորի անաչառության հարցում։ Հետևաբար միջնորդում ենք բացառկայտնել Վասիլի Դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին։ Շնորհակալություն հակիրճ ներկայացնելու համար, ինչպես արդեն արձանագրվեց, այն ինչի մասին որ խոսում եք, ուղիղ համապատասխանում եք հաստատվող ձեր կողմից ներկայացվածին, պարոն Ամիրխան։ Այո, կանդիդատան, պարզապես իրավական նորմերը ես չվկայակոչում։ Ընդհանուր բովանդակության մասին է խոսքը, այսինքն ըստ էության որևէ տարբերություն չունեք ձեր բանավոր խոսքի եւ գրավոր փաստաթղթի մեջ։ Շատ լավ, շնորհակալություն, արձանագրվեց, որ Սուրեն Ալթունյանի ներկայացուցիչ Ամիրխանյանի կողմից ներկայացվեց բացառիկ միջնորդություն խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին, հարգելի ներկայացուցիչներ, որևէ դիրքորոշում ունեք այս կապակցությամբ։ Հարգելի խորհուրդ, հարցը, որը ներկայացուցչի կողմից բարձրացվեց, ըստ էության բարձրացված է եղել նաև պարոն Ալթունյանի կողմից Մարտիրոսյանի եվրոպական դատարան ներկայացված գանգատի շրջանակներում եւ Սուրեն Ալթունյանը ընդդեմ Հայաստանի գործով Մարտիրոսյանի եվրոպական դատարանի վճռի 111-րդ կետում այս հարցին որոշակի անդրադարձ կա եւ անգամ Մարտիրոսյանի եվրոպական դատարանը ուղղակիորեն նշում է, որ ըստ էության այն ընթացակարգը, որը ընտրվում են առանձին ԲԴԽ անդամներ, ինչպիսի ընթացակարգով նաև ընտրվել է Տիկին Թումանյանցը, որպես այդպիսին չեն ուղղակիորեն եզրակացնում նրա մասին, որ որևէ կերպ տվյալ անդամի անկախությունը, այսպես ասած, անկախությունը կարող է կասկածի տակ դրվել դրանով։ Այս հիմքով հաշվի առնելով նախ ընթացակարգերը, նշանակման հաշվի առնելով տարբեր ստանդարտների եւ այս ընտրության ընթացքում առկա երաշխիքները, որոնք որ Հայաստան ներպետական օրենսդրությամբ առկա են, ինչպես նաեւ հաշվի առնելով Սուրեն Ալթունյանի ընդդեմ Հայաստանի գործով Մարտիրոսյանի եվրոպական դատարանի վճռով ներկայացված դիրքորոշումները, գտնում ենք, որ սույն գործով որևէ կերպ Տիկին Թումանյանցի անաչառությունը եւ անկախությունը կասկածի տակ դրվել չի կարող։ Շատ լավ, շնորհակալություն։ Ընդամենը կարող եք արձագանքել, իրավական բանալիճի չենք վերացում, ընդամենը արձագանքում եք եւ անցնում ենք առաջ։ Շնորհակալություն։ Ոսկեզ նշեց, որ ըստ էության ընտրվելու կարգը դատավորի, դատավոր անդամի կարգին է վերահաճախության անդրադարձիկատորեն մի վճռով, բայց մեր բացառիկ հիմքում այդ կարգը չի դրվել եւ մենք այդ հիմքով վերջինս անհատությունը կասկածի տակ չենք դնում սույն միջնորդության։ Ինքը դրի։ Շատ լավ, շնորհակալություն։
Իհարկե խորհրդի անդամին հայտնված բացառքի հարցը լուծում է խորհրդակցական սենյակում, նաև հարց պատասխանի ձևով, այնուամենայնիվ, եթե բացառք ներկայացրած կողմին խորհրդի ագենի անդամները որևէ հարցում են իրենց համար որոշակի հանգամանքներ բարձրելու տեսանկյունից ելնելով, այդ հնարավորությունը պետք է լինի կարելի խորհրդի ունեք ընտրում։ Մեկ անգամ ևս պարզաբանեք, թե ինչի համար եք միջնորդություններ կազմում, ինքնաբացարկայքելու վերբերել։ Ու և որին։ Ինչպես նշեցի, երկու սուբյեկտիվ և օբյեկտիվ ինքեր բացառվում։ Մեր կողմից միացրեք կա ընտրում ձգուց։ Սուբյեկտիվ և օբյեկտիվ ինքեր բացառվում։ Մեր կողմից ներկայացվող օբյեկտիվ ինքեր, օբյեկտիվ շրջանառության, այսինքն այն ինքով, որ ամբողջական դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել վերագործող դատավորի անաչառությունը, այնքան որ նույն դատական, նույն գործի ընթացքում վերջինիս մասնակցելով կոնվենցիայի խախտում։ Այսինքն սույն դատական գործի ինքնին կոնվենցիայի խախտման մասին է եւ դատավոր անդամը նույն գործով դատական գործի քննության ընթացքում ինքն է թույլ տվել կոնվենցիայի խախտում, սա բավարար ինքնորոշի վերջինիս բացառության։ Շատ լավ, դուք այդ հարցը բարձրացրել եք նաև Կաթողիկ Պავლոյանը այդ հարցը բարձրացրել եք նաև Մարտիրոսյանի եվրոպական դատարանում։ Ճիշտ է հասկացել։ Ոչ, այդ հարցը շուտ այդ ինքով այդ հարցը շուտ։ Մարտիրոսյանի եվրոպական դատարանում անդրադառնում չկա Տիկին Թումանյանցի վերաբերյալ անաչառության հանգամանքի մասին։ Նման հարց բարձրացվել է, բայց ինքը ոչ թե այն ինչ որ այսօր ներկայացվեց, այլ այն, որ ոչ իրավաչափ կերպով է ձևավորվել, այսինքն ձևավորման կարգը ՀԽ անդամի կասկած կարող է առաջացվել վերջինիս անաչառության հարցում, այդ ինքով դասել։ Ձևավորման կարգն է վիճակվել, ով դասեց։ Շատ լավ։ Այս միջնորդությամբ մենք մանրամասն չենք բարձրացել։ Դեր ներկայացված է, եթե ես ճիշտ եմ հասկացել, նմանազանն վրա, որ Տիկին Թումանյանցը մասնակցել է մի գործի քննությանը, որով նախագահի գործողությունները պայմանավորված, նրա մասով եվրոպական դատարանը դիտել է ոչ պատշաճ դատարանի միայն մեկ անձի մասով։ Հիմա դուք միայն մեկ անձի մասով ինձ կազմի մյուս անդամին ասում եք այդ գործով դիտվում որպես ոչ պատշաճ դատարան, ճիշտ եմ հասկանում։ Ոչ վագել խորհրդի անդամ, միայն եվրոպական դատարանը միայն մեկ դատավորի հարցին չի անդրադարձել, միայն նախագահի հարցին չի անդրադարձել։ Այո, վերջինս անդրադարձել է անաչառության հարցին, բայց նաև անդրադարձել է բացակի միջնորդության մերժման հիմնավորվածության հարցին։ Բացակի միջնորդությունը չի մերժել նախագահ Պարեն Անդրեասյանը, բացակի միջնորդությունը մերժել է մյուս անդամ դատավորները և Մարտիրոսյանի եվրոպական դատարանը անդրադարձել է հենց այդ մերժման հիմնավորումներին և արձանագրել, որ այդ մերժման խախտվել է անձի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար պատասխանատվության վրա։ Եվ վերջին հարցը, ձեր կարծիքով 10 հոգու կազմող քննության ժամանակ մեկ անձի դիրքորոշումը կարող է ազդել գործի ելքի վրա։ Կարծում եք այլ, երկրորդ և կարող Շատ լավ։ Շնորհակալություն հարցերի համար, ես մի փոքր ճշգրտող հարց պարոն Ամիրխանյան։ Դուք նոր հայտարարեցիք, որ եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված է, որ Երանի Թումանյանց, եթե իհարկե ես ճիշտ եմ լսել, գուցե դուք ուրիշ բան եք ուզում ասել, ամեն դեպս ձեր խոսքից ես այնպես եմ հասկացել, որ նշված է, որ խորհրդի անդամ Երանի Թումանյանցը կոնվենցիոն խախտում է թույլ տվել։ Կարող եք մատնարարել եվրոպական դատարանի որոշման որ կետով է նշված, եթե իհարկե դուք այդպես եք ասում կամ այդ կարծիքին, շնորհակալություն։ Մենակ այդ մասը ընդհանրապես պարզաբանեք եւ ավարտենք։ Հարգելի խորհուրդ, բարձրագույն դատական խորհուրդը ներողություն, Մարտիրոսյանի եվրոպական դատարանը ոչ թե ասել է, որ հենց Թումանյանը
Տիկին Թումանյանցը։ Մյուս անդամները այժմ Թեկուզ եւ դա հետը ասեք։ Ասեմ։ 50-րդ։ Հիմա իհարկե մի փոքր տարբերվող իր որոշում ասեցիք, բայց անընդհատ պետք չի կարդալ։ Կետրոն ասեք։ Սպանում են 50-րդ։ Դավայ որոշում եկել ունենք, դա մեջ այդպեսի կա։ Միջնորդության մեջ ում կատարվել է, այս կետը ոնց չի նշվել, այնպես որ Ձեր միջնորդության մեջ ողումը կա, Եվրոդատանի որոշումը մենք էլ ունենք, կգտնենք շնորհակալություն, այսպիսով հարցերն ավարտվեցին, խորհուրդ հեռանում է խորհրդակցական սենյակ, ներկայացված բացառքի հարցը լուծելու համար։